Ռուսաստանի նախագահի տարբեր խորհուրդների անդամ կինոռեժիսոր Նիկիտա Միխալկովը մի հատ շատ վտանգավոր գրառում էր արել, գրելով, որ Ռուսաստանը պատրաստվում է լրջագույն ֆինանսական հարված Հայաստանի դեմ առանց մեկ կրակոցի եւ նկարել էր այն տրանսֆերների չափը, որպես կոլաժ տեղադրել էր եւ այդ գումարները, որը տարեկան գալիս է Ռուսաստանից Հայաստան միայն տրանսֆերների տեսքով։ Ես հանեցի վիճակագրությունը 2025 թվականին այդ տրանսֆերները, որ այնտեղ աշխատող մեր հայրենակիցներ ուղարկում են, որ այստեղ իրենց ծնողները, իրենց երեխաները հաց ունենան, կազմել է 3.9 միլիարդ դոլար, 2024-ին 3.8 միլիարդ դոլար եւ այսպես շարունակ։ Ես չեմ կարծում, որ Միխալկովը պատահական է այս գրառումը արել եւ եթե ինչ որ լրջագույն ֆինանսական սանկցիաներ կիրառվեն, այսինքն այդ տրանսֆերների վրա դրվի արգելանք եւ կամ ինչ որ դոզաներ եւ չափեր դրեն, դուք պատկերացնում եք, չէ, այսօր Հայաստանում քանի ընտանիքի միակ հույսը Ռուսաստանից եկող այդ դրամական փոխհատուցումներն են, չհաշված են տնտեսական, գյուղատնտեսական կոլապսը, որի մեջ հայտնվել է եւ շարունակելու է այդ կոլապսը, հա, Հայաստանի գյուղատնտեսության եւ ընդհանուր առմամբ տնտեսության, որի պորտալարը զարկերակը ուղղակիորեն կապված է ռուսական տնտեսական շուկայի հետ, այդ էլ որ խորացավ, ես ուղղակի վախենում եմ անգամ պատկերացնել, թե Հայաստանում ինչպիսի սոցիալական մեծ աղետ է լինելու, չհաշված են հերթական սպառնալիքը, որ երեկել ռուսական լրջագույն ուրեմն փորձագիտական շրջանակները ներկայացնում էին, որ իրենց ուրեմն հավաստի աղբյուրներով շատ մոտ ապագայում միջև ձմեռ Ռուսաստանը վերանայելու է Հայաստանի հետ գազի գինը։